Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ հետևելով երեկվա մեկնաբանություններին հաղորդումից հետո ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները եւ ստանալով մի քանի զանգեր մեր հեռուստադիտողներից հասկանում եմ, որ մեր քաղաքացիները ընդհանուր առմամբ գուցե այնքան էլ լավ չեն ըմբռնել երեկվայի մասելիքը, բնականաբար արդարանալու միտք չունեմ, բայց ես հիմա մի երկու բառով պարզաբանեմ ու անցնենք առաջ։ Երեք մի քանի զանգեր էի ստացել ու ինքս արդեն նյարդային բանի մեջ է, որովհետև չի կարելի մի բան լսել, մի բանում մեղադրել։ Քաղաքացիներ կային, որ կարծում էին, որ ես պաշտպանում եմ այդ արցախցի տիկնոջը, քանի որ չեմ մեղադրում նրան եւ մեղադրում եմ վարչապետ, նախ ես չեմ մեղադրում վարչապետին, ես որպես քաղաքացի ասում եմ, որ դա սիրուն բան չի, ինչի համար, ինչը ինքը գիտակցել ու ներողություն ասել, հասկանում եք, եթե ներողություն ասել, դա շատ լավ է, բայց մենք չենք ցանկանում լսել, երբ որ ասում ենք շատ լավ է դա, այդ շատ լավան չեք լսել, վստահաբար լսել եք։ Տիկնոջը ինչի չեմ ուզում անդրադառնալ, որովհետև երբ որ խոսում ենք նման քաշային կատեգորիաներից, ու եթե անդրադառնաց համեստեղ, ստացվում է նրան բերել, հասցնել, հավասարեցնել այդ վարչապետի մակարդակին, նրան ինչ անդրադառնաց, առհասարակ նա միակը չի, որ թքած ունի Հայաստանի վրա, ես ձեզ ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում մոտ 20-25% քաղաքացիներ թքած ունեն Հայաստանի Հանրապետության վրա, հասկանում եք, եւ առհասարակ մենք այս մի 5 տարի է խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր որ սովորեցնում են այս 20-25%-ին թքած ունենալ Հայաստանի Հանրապետության վրա եւ շատ բաների վրա նույն այդ թվում նրա անկախության վրա, ինքնիշխանության վրա, տեսքի, արտաքինի, ռազմավարության ամեն ինչի վրա եւ երբ որ ասում ենք, որ այստեղ բացեր կան, որովհետեւ փաստորեն ստացմական մարդիկ, ովքեր սա սովորեցնում են Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ կան բացեր արգելափակելու նման գործունեություն ծավալողների գործերը, որը ցավոք չեն իրականացել դեռևս։ Ինչն է այդտեղ բարթամբռների, ես ուզում եմ հասկանալ։ Գուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում, ներողություն։ Եթե դուք հասկանում եք, խնդրեմ adekvat ձևով ներկայացրեք, ինչ է այն չեմ ասում։ Եվ այո, երբ որ շրջում են Հայաստանի տարածքով ու մարդկանց խաբում, կներեք, օրինակ հասարակ բան, էլի։ Այս 16 միլիոնի ծրագրով դրա մասին խոսել ենք։ Մարդիկ չեն կարողացել տուն կառուցել սահմանամերձ շրջանում, որովհետև նրանց կոնկրետ կառույց խաբել համոզել է, որ հեսա այս հողերը տալիս են։ Մի կառուցեք այդտեղ, այդ հողի վրա տուն սարքում եք, ինչ անեք, հեսա այս հողերը Նիկոլը տալիս է թուրքերին։ Հիմա այս բանը տարածո, այդ մարդը ով որ չի կառուցել, չի բավարարվել մենակ չկառուցելով, չէ։ Նա նաև իր մեջ խորել է, մտածել է, ապրել, ոնց է հողերը տալիս են թուրքերին, ոնց է ով է տալիս։ Ու սկսել է մտնել այդ դաշտ, ու ինքն էլ է սկսել թքած ունենալ շատ բաների վրա։ Հիմա այդ պարագայում ես նրան պիտի մեղադրեմ, թե նրան այդ բանը սնուցողին։ Եվ կներեք, բա 5 տարի ինչից եմ ես խոսում։ Կարող է ինչ որտեղ ինչ որ բան սկսել ենք իրար սխալ հասկանալ։ Եվ կխնդրեմ միանգամից առաջին նախադասություններով չփոխել բանը, թե լավ, այս թեման չեմ ուզում լսել։ Մեր միտքը ամբողջովին եկեք ըմբռնենք։ Կներեք, հիմա Արցախի հետ կապված։ Ես ձեզ ասեմ, հաճախ եք լսում, որ Նիկոլ Փաշինյանը ասում է ինչ ուզել եք տվել ենք։ Այնքան ֆինանս ինչքան մենք ենք հատկացրել, մեր կառավարությունն է հատկացրել, որևիցե մեկը չի հատկացրել։ Եվ Նիկոլ Փաշինյանը այստեղ համեստություն է անում բնականաբար, գուցե եւ կաշկանդված լինելով իր պաշտոնից, եւ չի ասում ավելին։ Կամ չի կարող ասել ավելին։ Եվ հարցը միայն ֆինանսը չի։ Եվ այո, այնքան ինչքան որ արվել է, ֆինանսի տեսքով միայն չէ։ Շատ բաների տեսքով, որոնք որ մենք էլ ունենք որոշակի կաշկանդվածություն ասելու, որովհետև մեր հաղորդումները նմանատիպ նույնպես գտնվում են մոնիտորինգի տակ, չէ։ Ձեզ ոնց է թվում, ասենք, այս հաղորդումը Ադրբեջանից չեն հետևում, շատ լավ են հետևում։ Ու ես ունեմ դրա ապացույցները։
Ոչ միայն այս հաղորդումն են հետևում, իմ անձնական էջին են հետևում։ Եվ դա պատճառը, որ երբեմն չեն կարողանում շատ բացվել։ Իսկ այս իմաստով ընդդիմություն կոչվածը հեչ կաշկանդված չի, որովհետև իրենք պատասխանատվություն չեն ցանկանում կրել գոնե որպես քաղաքացի։ Դեռուր մնաց հանրային մարդ, դեռուր մնաց պաշտոնյա որպես падգամավոր։ Եվ այո, այդ խոսույթը, որը գոյություն ունի, որով փորձում են նրանք հակադարձել իրենց արևին, օգտագործվում է մեր դեմ, եւ դրանով են իրենք շատ դեպքերում աջակցում մեր թշնամին, դրանով էին եւ են աջակցում։ Եվ ձեզանից շատերն էին ասում են գնել մինի արդայնացի, չէ՞, օրինակ։ Լավ խորհուրդ էին տալիս։ Այդ նույն լավ խորհուրդը մենք ենք տալիս, որովհետեւ արժևում հեսա քարոզարշավն է, ու վստահ եղեք, այնպիսի ներուժ է կուտակվել, որպեսզի սադրեն ու հազար տեսակ բաներ անեն հունից անելու համար, որը բացասական է ազդելու։ Բացասական է ազդելու պետության վրա, իմ սրտացավությունը այդտեղ է։ Եվ եթե իմիկվանից այսպես սկսենք, այո, շատ վատ տեղ կգնա։ Եվ ես չեմ կարող որպես քաղաքացի դա թույլ տալ։ Եվ որպես քաղաքացի սատար լինելու համար պիտի դրա մասին ասել, որ ավելի զգուշավորություն դրսևորվի։ Ոչինչ, ժամանակը դուք կարող եք երեկվա իմ եթերի այդ հատվածի հետ կամ առաջի օրվա իմ YouTube-յան այդ հատվածի հետ համաձայն չլինել։ Ոչինչ, հոգ չի, ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը։ Ժամանակը շատ բաներ է դրել իր տեղը։ Դուք շատ բաներ իմ ասած բաների հետ համաձայն չեք եղել, որոնք ժամանակը դրել է իր տեղը։ Ես չեմ ասում, ես վերին մի ճշմարտություն գաղափարախոսություն եմ առաջ տանում, բայց ես մի բան գիտեմ, որ իմ մտադրությունների, իմ ունեցած ինֆորմացիաների ու դրանց ռազմավարությունը ընտրելու ու ներկայացնելու մեջ շատ հազվադեպ եմ սխալվել։ Եվ չպիտի դա թույլ տվեցվի։ Սա է։ Կներեք, Արցախի համար տո զենքից սկսած, դուք գիտեք Հայաստանը ինչքան էր իրեն վտանգում, երբ որ միլիարդից ավել զենք էր ինչ որ կերպ անցկացնում Արցախ, այդ որ ասում եմ ինչ որ կերպ, դուք դրա տակ պատկերացրեք հսկայական աշխատանք։ Զենքը ձեռք բերել է այդ պահին, այդքան արդեն խնդիր չէր, որքան դա մտցնել Արցախ։ Մոտ 1.5 միլիարդի զենք շատ կարճ ժամանակահատվածում, դուք հասկանում եք դա ինչ է։ Սա էլ դնենք մի կողմ, բայց դիվանագիտական գործունեությունը։ Սա գնահատողներ եղել են, թե չէ, այսօր ես լսեցի Արմենուհի Գյուրեղյանը Վլադիմիր Վարդանյանին Հռոմի ստատուտից է բան հարցնում։ Ես հիմա կանդրադառնամ այդ հատվածին ու դուք կհասկանաք ինչ զարհուրելի պահվածք է դա, երբ որ դու խորքային գիտես դա ինչ է։ Քաղաքացիները լսում են, հա ինչ է ասում, Հռոմի ստատուտը բավոր ընդունում եք, ինչ որ բան է քննադատում։ Հիմա ես կասեմ, թե դրա տակ ինչ կա։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ այլ երկ չկար, քան ճանաչել եւ առհասարակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նենց չի, որ որևիցե մեկը հարցականի տակ դրել է։ Լևոնն էլ է ճանաչել, Քոչարյանն էլ, Սերժն էլ, այ եթե նայեք բանակցությունների այդ փաթեթները, որոնք հրապարակային են, իմիջայլոց կարող եք բացել եւ ինքներդ ընթերցել։ Բոլորն էլ ճանաչել են։ Բայց բոլորի դեպքում չի, որ լրագրողները դուրս են եկել, դարձրել են դա մի հատ կինո, որովհետև այդքան համարձակություն չունեն եւ իրենց հրահանգված էլ չէր, որովհետև այդ նույն հեռուստատեսությունները, որոնք որ այսօր ընդդիմադիր են, պատկերացեք, որ այն ժամանակ իշխանական էին։ Պատկերացեք հիմա լինի հայկական հեռուստատեսությունների 90%-ից ավելին իշխանական, ու որ մի լրագրողնա տենց հարց տալու դուք ինչից եք տեղյակ լինել։ Ձեր մտածելակերպ մեջով է ինչ փոխելու, ոչ ոք։ Այդ նույն ձևով այն ժամանակ է եղել։ Հիմա այդպես չի։ Այն ժամանակ իրանցներ բնականաբար օգտագործում էին իրանց իշխանության համար։ Եվ մարդկանց մեջ չինֆորմացված լինելը դարձել էր իրանց ռազմավարություններից մեկը։ Եվ հիմա այսօր ընդդիմադիր են, էլի ունեն նույն հեռուստատեսությունները, կայքերը, հազարավոր ժամանակակից տեխնոլոգիաներն են վրադիր։ Խոսում են ինչ ուզում են։ Եվ մարդկանց ուղեղի մեջ լցնում են այն, ինչ որ լցնում են։ Եվ նրանց մեծ մասը ենթարկվում են
արդեն վաղուց այդ մտածելակերպին, որոնց փոխել արդեն անհնար է, որովհետև նրանք զուգահեռ իրականության մեջ են ապրում։ Նրանք կարող են արտահայտվել թքած ունենք, նրանք կարող են վերցնել քարտեզը տալ պոլին, նրանք կարող են եռագույն դրոշի վրայով քայլել։ Բայց դրա մեղավորը սա լցնողներն են։ Թե չէ դա կստացվի, որ մոծակների դեմ պայքարի մեջ ես մտնում, ոչ ճահիճը պիտի չորացնես։ Այո, երևույթին անդրադարձ ենք արել, ինչ է ինչի։ Բայց ասենք առաջ։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում էր նաև Հայաստանի Հանրապետություն, այսինքն ասվում էր, այ միջև ստե ես ճանաչում եմ Ադրբեջանը։ Այսինքն ստեղից են կողմը Հայաստանը եւ Ադրբեջանը դա ընդունում են։ Դիվանագիտական լեզվից եթե թարգմանենք։ Եվ ինչքան ջանքեր է պահանջվել հետո եւ առաջ, որպեսզի Ալիևին բերել Արցախի նախագահի Արայիկ Հարությունյանի հետ Սոֆիայում եւ ոչ միայն Սոֆիայում հանդիպման։ Դուք գիտեք ինչքան փակ սենյակներում, ինչքան աշխատանքներ է գնացել, ու այդտեղ մի հսկայական լրջագույն ռազմավարություն կար։ Ու արդեն ստացվում էր, այնպիսի ճանապարհներով էին բերել դրան հանգեցրել, որ արդեն ստացվում էր, մինչև որ ռուսները հասկացան խոսքն ինչի մասին է։ Եվ մի անգամից Ալիևի հետ գործողություն ձեռնարկեցին։ Հիմա, եթե գնային հանդիպման, երբ որ երկրի ղեկավարները գնում են աջ կամ ձախ ուղիղ կամ վերև կամ ներքև, կապ չունի իրենց երկրի տարածքում շրջագայելու, թե որևիցե արտերկրյա ճանապարհորդության, փաստաթուղթ է դրվում, չէ՞, երկրի նախագահը ուր գնաց։ Գրվում է, չէ՞։ Եվ եթե Ալիևը գալիս էր Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման, ինչ էր ստացվում, ում հետ է հանդիպում։ Հանդիպում է Արցախի նախագահի հետ։ Այդ թուղթն է գրվում, չէ՞ իր մոտ։ Ում հետ է հանդիպում։ Ուրիշ բան չկա այնտեղ, արարողակարգ չկա։ Ինչ է գրում, ասում է գրում է մի հատ մարդու հետ հանդիպի, չէ։ Եվ դրանով արդեն որոշակիորեն սկսում է ճանաչել, եթե կա Արցախի նախագահ, ուրեմն կա Արցախ, ուրեմն կա որոշակի սուվերենիտետ։ Եվ փորձ էր արվում Արցախին բերել, այն որ Քոչանը շպրտել էր բանից դուրս, բանակցություններից դուրս եւ հսկայական խնդիրներ ստեղծել, ու ըստ էության արդեն Արցախը դուրս էր եկել այդ ամեն ինչի տակից, մնում էր այլ հարցը լուծվեր, վերջանար, վերջ, ինքը արդեն բան էր արել։ Մի բան էլ քաշում էր արդեն Հայաստանի վրա խնդիրը, եւ Հայաստանին էր մտցնում հակամարտության մեջ։ Հիմա հետ էր բերվում Արցախը որպես սուվերեն կողմ։ Սա արել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը։ Սրանց մասին, այն դետալների մասին, թե ինչ ճանապարհներով, ինչ որ մի օր անպայման կլինեն անաչառ անալիտիկներ, ովքեր որ կուսումնասիրեն ու գրքեր կհրապարակեն։ Ովքեր կխոսեն այս ամեն ինչի մասին։ Իսկ ձեր կարծիքով ինչի են հրաժարվում այդ 3 նախագահները գալ Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում հանդիպման։ Որովհետև իրենք շատ լավ գիտեն այս ամեն ինչը, ու սրա խորությունը։ Ու իրենք շատ լավ գիտեն ինչն են բլոկել։ Ոնց են աշխատել Ալիևի օգտին։ Ոչ թե Ալիևի օգտին է, խնդիրը գիտեք որտեղ է։ Մենք պիտի հասկանանք մի բան, որ Արցախյան խնդիրը եւ առհասարակ հայ-ադրբեջանական խնդիրը ռուսական դաշտի, ռուսական տիրույթի ստեղծած խնդիրն է, որը պիտի լիներ երկուսին էլ ենթարկացնելու համար։ Վերջ։ Երկուսի սուվերենիտետության, ինքնիշխանության ամեն ինչի վրա ազդելու համար, վերջ։ Եվ ռուսական դաշտից խնդիրը տեղափոխվում էր արևմուտք։ Բնական է, որ Ռուսաստանը պիտի դա փորձեր հնարավորինս թույլ չտալ։ Եվ այնտեղ իր նախապատվությունը տված էր Ադրբեջանին, այսպես թե այնպես։ Եվ պարտադրում էր, որ հայերը պիտի խելոք ենթարկվեն Ալիևի պահանջներին։ Եվ դա քիչ է մի հատ էլ Սյունիքի մարզ զիջեն։ Եվ ոչ միայն Սյունիքի մարզ։ Եվ այս պարտադրանքը ուղիղ խոսույթով չէր, գործողություններով էր։
Բայց այս ամեն ինչը սրանք հələ ծաղիկներն են ինչ որ ես ասում եմ։ Բայց այս ամեն ինչը ինչպես պիտի հասներ Արցախցի ժողովրդին, Արցախցի մարդուն, հասարակշարքային մարդուն։ Ինձ թվում է, որ այդտեղ պիտի իշխանությունները եւ հասարակական կազմակերպությունները լրջագույն աշխատանքներ տանեին։ Որոշ աշխատանքներ տարվեցին իմիջայլոց, բայց շատ անկազմակերպ։ Եվ արցախցիները, ովքեր ամիսներով շրջափակման մեջ էին Արցախում, եւ շատ ծանր վիճակում էին, այո, խնդիր կար դրված դիմանալ, բայց այդ դիմանալը, պիտի որ դիմանալուն զուգահեռ պիտի գործողություններ արվեին, եւ իրենք գիտեին ինչ գործողություններ պիտի արվեն, եւ չարեցին, հակառակ ամենաճակատագրական պայերին շրջվեցին, ասեցին ոչ, մենք մնում ենք Ռուսաստանի հետ, քաղաքացին դրանից տեղյակ չի, արցախցիները տեղյակ, մեզ համար ինչքան բաներ է բացվել Հայաստանի հետ կապված, դեռ այդքան բան էլ արցախցիների համար բացվելու է Արցախի հետ կապված։ Հիմա էլ հասարակական կազմակերպությունների մեծամասնությունը գործում է այդ Արցախը հանձնածների հետ։ Նա կամուրջ է հանդիսանում, որպեսզի արցախցիներին քաշի հետ տանի նրանց փեշի տակ։ Եվ շատ հազվադեպ կտեսնեք հասարակական կազմակերպություններ Արցախյան, ովքեր օբյեկտիվորեն փորձում են արցախցիների հետ աշխատել, բայց բարդ է դա։ Չէ՞ որ արցախցիների զգացմունքայինությունը եկեք մի հատ հասկանանք։ Պատկերացրեք քո տան վրա հարձակում է, դու չես կարող դիմադրել, դու փախչում ես, բայց անգամ փախուստդ արագ չես կարողանում կազմակերպել, դու սենց խցանման մեջ դանդաղ, դու ինչքան կարող ես շուտ ուզում ես գնալ, որ էլ չտեսնես, որոշումը կայացնել ես, դուրս ես գալիս, ու շատ դանդաղ է դա տեղի ունենում, դուք հասկանում եք այս ապրումները ժողովուրդ ջան, անկախ նրանից իրենք ինչ են մտածել, այդ ամբողջ ճանապարհին իրենց պատկերացումներով ինչ մեղավորներ են գտել, ում են անիծել, ինչ են արել, դուք այս ապրումը պատկերացնում եք։ Ես չեմ արդարացնում։ Եվ այո, ցավոք սրտի, դու 44 օրյային էլ այո, փախուստ եղել է, ու մեզ ցավալով, բոլորս գիտենք, բոլորս տեղյակ ենք դրանից։ Բայց դրա մասին շատ խոսել պետք չի։ Պետք չի բոլորին դա վերագրել։ Մեծամասնությունը այո, այդ հիմնականում դա է եղել։ Չնայած մյուս կողմից ես հասկանում եմ, որ նրանք էլ պիտի մի փոքր փորձեն զուսպ լինել, բայց զգացմունքային տարբերություն կա։ Եվ կգա մի օր արցախցիները կհասկանան դա, բոլորը կհասկանան դա։ Ովքեր չեն ուզում հասկանան, միևնույն է, այսպես թե այնպես չեն հասկանալու։ Իրանց մեծ մասը անգամ Հայաստանում էլ չի, ոչ էլ Արցախում ապրել։ Մշտապես 90-ականներից փախել գնացել են Ռուսաստան, տենց էլ Ռուսաստանն է իրանց հայրենիքը։ Այս ամեն ինչը բոլորս գիտենք 1000 անգամ խոսել ենք, արժե 1001-րդ անգամ խոսել առանց դրա պատճառներին անդրադառնալու։ Ես կարծում եմ չարժի։ Եվ սիրելի արցախցիներ, դուք պետք է լավ իմանաք։ Այո, այսօրվա իշխանությունն է մաքսիմումն արել։ Այո, այսօրվա իշխանության ժամանակ է որ կորել է Արցախը, բայց չէ որ դրանք ունեցել են կապ։ Ինչու է այդպես եղել։ Ինչու է հանկարծ Ալիևը որոշել հարձակվի Արցախի վրա։ Ինչից ելնելով է գեներացրել այդ ռազմական պոտենցիալը եւ այլն եւ այլն։ Ինչու է դա թույլատրվել, ինչպես է դա թույլատրվել առհասարակ։ Հիմա ձեզ խոստանում են վերադարձ Արցախ։ Ով բոլորը խաղում են ձեր հույզերի վրա։ Վերադարձ Արցախ գոնե տեսանելի ապագայում այս պայծրությամբ հնարավոր չի, խափում են ձեզ։ Ստորաբար են, նենգաբար են խափում ձեզ։ Ինչպես որ խափում էին 20 թվականին զոհվածների ծնողներին եւ խաղում նրանց զգացմունքների հետ։ Ցավոք այսօր դա հնարավոր չի տեսանելի ապագայում։ Եվ միայն խաղաղության հաստատումն է,
որը կտա հնարավորություն տարիներ անց մտածել դրա մասին։ Բայց այսօր պետք է մտածել մնալու եւ արարելու մասին, ստեղծելու, անելու, դնելու մասին, ինտեգրվելու մասին։ Բարդ է, հուզական առումով, գրեթե անհնար շատ դեպքերում, բայց դա այդպես է։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ գիտեք, այս գործում միայն իշխանությունը չի, իշխանությունը միայնակ չի եղել։ Այս գործում իշխանության ռազմավարությունը սատարող ուժեր են եղել։ Դրանք եղել են արտախորհրդարանական ուժերը ընդդիմության։ Նույն Արամ Սարգսյանը, նույն Սյոպա Սաֆարյանը, ով միայնակ 1000 բան է արել, 1000 բան իր հասարակական կազմակերպությունով։ Կան, չթվարկենք, ամեն անգամ չթվարկենք, ժողովուրդ ջան։ Ինչքան էլ որ եղել են ընդդիմություն, բայց այս բաներում փորձել են պայել, աջակցել, այս է նշանակել, որ դեպքում ես դու քաղաքական ընդդիմություն, որ դեպքում գաղափարական միասնություն։ Եվ դա է պատճառը, երբ որ այս ռուսամետ ընդդիմությունից, երբ որ խոսում են միասնականության մասին, իմ ծիծաղը գալիս է։ Որովհետև նրանց միասնականության կոնչը իրենց քարտելների ու կլանների շուրջ է, պետության շուրջ չի։ Եթե լիներ պետության շուրջ 1000 բան կար անելու, այդ ժամանակ թիկունքից չէին հարվածի։ Հիմա կան Գյուրեգյանի Հռոմի ստատուտի թեմային։ Այսօր դուրս է եկել Վլադիմիր Վարդանյանին, հիշեցնում է բանը Հռոմի ստատուտը եւ հիշեցնում է, որ առանձին զրույցի ժամանակ Վլադիմիր Վարդանյանը ասել է, որ այս ստատուտը անհրաժեշտ է որպես մեխանիզմ կիրառելու համար Արցախի հարցում։ Տեսել եք երևի ազգային ժողովի եթերը, չէ՞։ Ահա։ Հիմա դե այս խոսույթը դնում ենք մի կողմ, գնում ենք ժամանակի միջով։ Երբ որ Հռոմի ստատուտը ընդունվում էր, կամ դրա մասին բաները սկսեցին, լսումները սկսեցին, ընդդիմությունն ինչ էր ասում։ Ընդդիմությունը Արցախի անուն է տվել։ Երբ որ Հռոմի ստատուտը օգտագործվում էր, նրանք շատ լավ իմանալով եւ ունենալով բնականաբար գործընկերային կուլիսային խոսակցություններ, շատ լավ իմանալով, որ դա Արցախի համար է եւ Ալիևի դեմ կիրառելու համար է, նրանք ինչ էին ասում։ Ասում են, սա վատ է, որովհետեւ սա Պուտինի համար է, քանի որ Պուտինը միջազգային հետախուզման մեջ է, եթե մենք սա ընդունում ենք, ուրեմն Պուտինը Հայաստան չի կարա գա։ Եվ սրանով փորձում են գրգռել Ռուսաստանին, Հայաստանի դեմ, Արցախը շրջափակման մեջ, լավ հիշեք, դեռ շրջափակման մեջ էլ չէր։ Լավ հիշեք ինչ էին անում Հայաստանի գլխին ու ինչ էին խոսում։ Եթերները կան ամբողջը, կարող եք բացել, ուսումնասիրել այդ ժամանակվա իրենց խոսույթը։ Նրանք Արցախի անուն չեն տվել։ Ընդ որում Ռուսաստանին գրգռելով Հայաստանի դեմ եւ Պուտինի անունը տալով, որպեսի այնտեղից էլ հնարավոր լինի խոչընդոտներ, արգելքներ ստեղծելը։ Իրենք էլ ազգային ժողովում Հռոմի ստատուտին դեմ քվեարկեցին։ Իրենք դեմ են քվեարկել։ Հայաստան դաշինքն ու բանը դեմ են քվեարկել, կոնկրետ դեմ։ Շատ լավ իմանալով, որ այո, դա մեխանիզմ է օգտակար լինելու սատարելու Արցախին, որպեսի հնարավոր լինի պահել, որ Ալիևը հանցագործություն թույլ չտա մարդկության դեմ, նա չհարձակվի Արցախի վրա, սա մեխանիզմներից մեկն է, գուցե փոքր մեխանիզմ է, բայց մեխանիզմ է, գործիք է։ Մինչև հնարավոր լինի այդ պրոցեսները ինչ որ նախորդիվ ասում էի, փորձել մտցնել այդ բանակցության մեջ, փորձել այդ անիվը շրջել, աշխատացնել, դիվանագիտության մեջ փակուղին կամ լռությունը, դա դժբախտության մասին է, ժողովուրդ։ Հասկանում եք, սկսել խաղարկել դա։ Իրենք ինչ էին անում։ Իրենք սրա մասին լավ իմանալով Արցախցի ժողովրդին էին դավաճանում։ Եվ դեմ էին քվեարկում։ Մեզ էլ չներկայացնելով, որ
Իրենք իրենց էլեկտորատին էլ, հետևորդներին էլ ու այդ նույն Արցախցի տիկնոջն էլ չեն ներկայացնում, որ սա ինչ Ռուսաստանը այդտեղ ինչ կապ ունի Արցախի մասին է։ Չեն ներկայացել եւ քննարկումը չի եղել ստատուտի կիրառելիության, չգիտեմ ինչերի մեջ։ Քննարկումը եղել է շատ ընդհանրական ու Ռուսաստանի մասով եւ դեմ։ Նա իմացել է դրա մասին, չի իմացել։ Եվ այսօր շատ լավ էր, որ Արմենուիկ Գյուրեղյանը սա հիշեցրեց։ Եվ գիտեք ինչ, զսպվածությունը պահպանվում էր։ Լինում էր զսպել։ Մինչև որ Արցախում լեգիտիմությունը կորավ։ Երբ որ պետական ինստիտուտը քանդեցին եւ հեղաշրջում արեցին։ Այո, թույլ չտալու համար, որ մտնի արևմտյան գոտի, որպեսզի ռուսական գոտում մնա հարցը։ Իրենց խոստումներ են բնականաբար հնարավոր է տրվել։ Խափեցին, իրենց էլ խափեցին։ Ասեն դուք արեք, մենք կպահենք, մենք այդտեղ ենք, ոնց, ով կարա ձեզ բանացի։ Եվ հեղաշրջում իրականացրեցին, կորցնելով այն շատ թույլ սուվերենությունը, որ դեռևս պահպանվում էր։ Եվ վերջ։ Ինչ ստացվեց ըստ տրամաբանության։ Ստացվեց, որ Ադրբեջանը կարա շատ հանգիստ ներկայացնի, որ իր երկրի տարածքում ինչ-որ ուժեր զենքերով կանգնած են։ Ուրեմն ինքը պիտի իր երկրի տարածքում մաքրի դա։ Տվեցին այդ հնարավորությունը։ Աշխարհը ստեղ չէր կարող ձեն անել։ Բայց դա բերեց էթնիկ զտման։ Ճիշտ է։ Դա բերեց էթնիկ զտման, ոչ ոք չի կարող ասի, իսկ եթե մնային ինչ կլիներ։ Իհարկե մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ, մենք ունենք այդ վախերը, որ կարող է ցեղասպանության ենթարկվել մի ամբողջ 120,000 արցախցի։ Բայց սա չես կարող ապացուցել, որովհետև դա տեղի չի ունեցել, տեղի ունեցել էթնիկ զտում։ Նույնպես ցեղասպանական բաների մեկն է դրսևորումներից մարդկանց կտրել ես իրենց էթնիկ բնակավայրերից։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը չի կարող Արցախի մասով գործունեություն ծավալել, որը ընկալելի կլինի աշխարհում։ Բայց միևնույն ժամանակ էլ չի կարող արգելափակել, որպեսզի արցախցիները առանձին վերցրած պահանջներ ներկայացնեն միջազգային դատարաններ, պահանջներ ներկայացնեն ամենատարբեր կառույցներ։ Հասկանում եք։ Բայց ինչ են անում սրանք, որ եկել նստել են այս շենքում, դարձյալ արցախցիներին փորձում են խաբել իրենց շուրջը պահել, որ դա տեղի չունենա, եւ եթե ինչ-որ պահանջ կա ձևավորելու, այդ պահանջը ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Հասկանում եք։ Այստեղ շատ դետալներ կան։ Շատ դետալներ կան, կխոսվեն երևի մի օր։ Հիմա Փաշինյանը կաշկանդված է շատ խոսելուց, որովհետև պետության վարչապետն է։ Ու մենք գնում ենք խաղաղության ճանապարհ, պետությունը գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։ Դա է իր գերագույն նպատակը, ռազմավարությունը։ Վերջ։ Որովհետև երբ որ Հայաստանին քաշել գցել էին այդ պատմության մեջ, դա Հայաստանի համար էր խնդիր։ Եվ պիտի պոկվել այդ խնդրից։ Պոկվելու պայմանը սա է։ Պիտի գնալ այդ ճանապարհով եւ անշեղորեն է պետք գնալ։ Մի միլիմետր շեղությունը կարող է ճակատագրական լինի։ Ես չեմ ասում դա ենթադրում է ինչ ուզում են տալ։ Ոչ։ Դա ենթադրում է ամեն օրով ու ժամով ամրացնել, որ ամրագրել, որ այսա մենք ենք։ Երբ որ այդ փաստաթուղթը կլինի, նոր մի փոքր հնարավոր է ավելի ազատ խոսվի։ Բայց հիմա հնարավոր չի այդպես խոսել։ Դրա հնարավորությունը ունենք մենք, նա չունի։ Հասկանում եք, նա պետական գործիչն է։
Նա կնստի ասի ոնց, խնդրեմ, պետական գործիչն է ասում, ուրեմն պետությունը խափում է մեզ, ռազմավարական ծրագիրը ցենց է խափում ներկայացնում, փաստորեն նենց նա։ Իսկ երբ որ մարդն է ասում, մարդը իր խոսքի մեջ ազատ ասում է։ Լուրջ տարբերություններ կան այստեղ։ Ոնց որ օրինակ Ադրբեջանում ՀԿ-ներ կան, որ անընդհատ ցենց ապուշ արտահայտություններ են անում, Զանգեզուր, չգիտեմ, բանը մերն է, էսա այնը։ Մեր պետությունը չի կարա իրենց հասարակական կազմակերպության դեմ առնել, ոչ մի պետություն չի կարա։ Մարդը խոսքի ազատություն է։ Որքանով այնտեղ խոսքի ազատություն դա առել հարց է, իհարկե դա նույնպես արձանագրված է։ Բայց դա պետության դիրքորոշում է։ Պետությունը այս պայդրությամբ դեռևս գուցե sense բաներ անում, ինչ որ փորձում է լող տալ, որովհետև իրեն հարմար չի, որ ինքը անընդհատ ուզում է, որ խաղաղության պայմանագիրը չեղարկվի։ Չի ուզում լինի այդ խաղաղությունը։ Ալիևը դա չի ցանկանում։ Նրան պարտադրվում է, որ լինի այդ խաղաղությունը։ Եվ նա անընդհատ փորձում է շեղի, որ մերոնք էլ ասեն, աշխարհը նայեք, մենք խոսում ենք խաղաղությունից, սա ինչեր է խոսում։ Ու սենց այլ ուղղությամբ սկսի շարունակությունը գնալ։ Բայց քանի դեռ մենք կարողանում ենք ատամները սեղմած տանել անշեղորեն այս ճանապարհով, դա նշանակում է, որ պարտադրվում է նրան խաղաղությունը։ Հիմա ներ Հայաստանյան դաշտում կան ուժեր, ովքեր ասում են, չէ, մենք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, առանց մեկնաբանելու, թե պետական, ռազմավարական կամ իրավաբանական ձևակերպումը, որն է արժանապատիվ խաղաղության կամ ուժեղ խաղաղության։ Դե սիրուն բառը ասում են, որովհետև ազդեցիկ բառը։ Մինչև այդ կարողացել են բոլորին իրենց էլեկտորատին հատկապես ներկայացնել, որ հիմա տեսեք, մենք թույլ ենք, մենք տկար ենք, մենք ինչ ուզում է թուրքը տալիս ենք, զիջում ենք, բան, սա ներկայացրել են։ Այդ նույն մարդուն հիմա հեշտ ասել, մենք գանք արժանապատիվ կլինենք, ես ասում եմ, հա, էլի դուք եկեք արժանապատվի։ Խոսքը ինձ եւ ձեզ չի վերաբերվում։ Խոսքը այդ էլեկտորատին է վերաբերվում, որ ովքեր նույնպես մեր քաղաքացիներն են, ու ես սրտացավ եմ այդ քաղաքացիների մասով, դա նորմալ չի։ Ինձ համար վատ է, որ իմ պետության մեջ ես ոչ թե պիտի ընտրեմ ում ծաղրեմ, ում վիրավորեմ քաղաքացիներից, այլ ես պիտի ամեն ինչ անեմ, որ այդ քաղաքացիների թիվը պակասի, որպես հասարակական մարդ, հանրային մարդ։ Եթե դա այդպես չի, ապա խնդրեմ քարերը վերցրեք, հարվածեք ինձ։ Ես պատրաստ եմ դրանք ընդունել։ Իմ խնդիրը իրենք են։ Եվ ես ուզում եմ իրենք որպես խնդիր չլինեն։ Նրանք իմ պետության, մենք միասին ենք մեր պետության մեջ ապրում։ Եվ այս վտանգավոր դիրքորոշումը վաղուց թելադրված, ստերով լցրած, հագեցրած դիրքորոշումը։ Եվ եթե ես վերցնում եմ մահակը ընկնում եմ այդտեղ, դրանով օգնում եմ, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ավելի ծավալուն ձևով անեն։ Գրանցում են այդտեղ արդյունք, ինչպես որ գրանցեցին այդ արցախցի տիկնոջ մասով արդյունք։ Իրենց էլեկտորատի համար, չեմ ասում մեզ համար։ Հազար նյուանս կա ժողովուրդ։ Դրա համար էլ ասում եմ, պետք է զգացմունքային դաշտից դուրս գալ եւ փորձել սառը դատողություններով առաջ գնալ, որովհետեւ այդ զգացմունքայինությունը օգտագործվում է մեր դեմ։ Վերջ։ Որոշումներ կայացնելու ժամանակ զգացմունքայինությունը խանգարող գործոն է։ Ես գիտեմ, մեզանից շատերս որոշումները մեր արդեն վաղուց կայացրել ենք։ Բայց հավատացեք, միևնույնն է այդ ճակատագրական պահին, եթե դու մոտենում ես զգացմունքային մասով, դա օգտագործվում է քո դեմ։ Եվ իզուր չի այդ ստերն ու կեղծիքները դաշտ լցվում։ Ինչի համար է լցվում, որ ինչ որ մեկին համոզեն, ոչ, որպեսզի ինչ որ մեկին ավել գցեն զգացմունքային դաշտի մեջ, որովհետև այդտեղ արդեն հնարավոր է կառավարել։ Եվ եթե կան աշխարհում այդ ինստիտուտները, ովքեր փողով աշխատում են դրա վրա, ուրեմն կա այդտեղ գրանցված արդյունք, եւ ոչ մեկ էլ մի ասեք, չէ, մեզ այդ դա չի պատահի։
Ճիշտն ասած ես առանձնացրել էի մի քանի թեմաներ, չգիտեմ, լավ, եկեք գոնե սա գնանք։ Ռոմանոս Պետրոսյանը հրապարակում արել։ Եկեք սա այդպես փաթաթենք դնենք մի կողմ, մնացածը ժամանակը լավ կդնի իր տեղը, անցնենք մեր բուն աշխատանքների։ Ռոմանոս Պետրոսյանը արել է հրապարակում։ Երեք վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա հեծի վարկային որոշ պարտավորություններն այդ բանկի մասով շուրջ 9 միլիոն ամերիկյան դոլար առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու իմիջայլոց։ Այսպիսով հեծի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են շուրջ 397 միլիոն դոլարին համարժեք։ Այս պահին պարտավորությունները կազմում են շուրջ 350 միլիոն դոլարին համարժեք, մինչև էլ էին վարկեր մարել, որովհետև ըստ այդմ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում հեծի բնականon աշխատանքները կազմակերպելու զատ բացառապես սեփական միջոցների հաշվին հեծը վաղաժամկետ եւ պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 միլիոն դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։ Հեծն այլևս ծառայում է ժողովրդին։ Հիմա են մեր հոպարի գանձը թող գա հլը։ Տեսեք, այդ որ ասում ենք ժողովրդի վրա է կեսրանք կուտակել, ասում են չէ, ժողովուրդը տեղ ինչ կապ ունի։ Դա կազմակերպությունն է։ Ուրեմն Ռուսգազնեֆտը ինչա, տես մի հատ բանկա չէ Ռուսաստանում։ Տրիլիոնների պարտք ունի արդեն։ Վատ կառավարման արդյունքում, որովհետև թալանել են աշխատացնողները, հոգաբարձուների խորհուրդը, տնօրինական անձնակազմը եւ այն թալանել են։ Սաղ միլիարդներ էին ստանում, կղզիներ, իրանց հանգիստները չգիտեմ որտեղ արենք, միլիոնատերեր էին։ Այսօրվա դրությամբ կանգնել են շատ բարդ վիճակի մեջ, ինչ են անում, եկեք գուշակենք։ Դիմում են ժողովրդին։ Սիրելիներս, սա մեր ազգային հարստությունն է եւ մենք բոլորս պետք է աջակցենք մեր ազգային հարստությունը պահելու համար, որ հանկարծ այն չսնանկանա եւ փորձենք օգտակար լինել։ Մի խոսքով իրենք միլիարդները վայելել են, ժողովուրդը պիտի փակվի։ Իհարկե, այստեղ առանց հայրենասիրական նոտայի չես կարող յոլատ անել։ Հիմա հեծում։ Փաստորեն հեծը կարող էր այս պարտքերը չունենալ եւ կարող էր անընդհատ զուգահեռաբար արդիականացնել իր ունեցած չունեցածը։ Բայց չէ, սրանք ներգրավել են պարտքեր, ասում են դե մի կառավարում չի լինում, էսի թանկա, էսի չի ստացվում են, իրար մեջ էլ հələ պարտքով էլ փող են տվել, իրենց աշխատավարձները ինչքան ուզել այդքան գրել են, բայց չէ, դի Սամվել Կարապետյանն էր իր գրպանից աշխատավարձը տալիս, ախպեր, մի րոպե, բայց այս պարտքերը ինչ պարտքեր են։ Այս սաղ գնացել է Իրաստաները։ Սա եղել է իրենց վատ կառավարումը։ Սա կառավարում չի եղել, սա եղել է իրենց փնթի մոտեցումը այս արժեքի նկատմամբ։ Հիմա որ կանգնում մեծ խոսում եք, ուժեղ Հայաստան գանք, կառավարենք, չգիտեմ, գմփսնենք, արժանապատիվ եսի ինչեր անենք, ապագան այդտեղ։ Էս ինչ է։ Էսուն վրա է կուտակ։ Հիմա ես ձեզ ասեմ ոնց եմ ես այս փողը տալիս։ 40 միլիոնը փակվել է 350 դեռ կա։ Այն որ իմ բանկերում դեռևս այդ վատ վիճակներն է, ձեր վատ կառավարման ժամանակում, դա ես այդ վատի համար եմ վճարել։ Հասկանում եք։ Բարձա որ եթե դուք լավ կառավարեք, ես կունենայի որակով հոսանք, չէի ունենայի սարանդոստիկներ, երկնքով կապված, չենք ունենա մահացության դեպքեր հոսանքի հետ աշխատելուց, չենք ունենա այդ շիթերը, որտեղից որ պրովուդներս հորդած են դուրս, չենք ունենա, այդ փողերը դուք տարել կերել եք, վատ եք կառավարել։ Այսինքն կարելի էր այդքան գումարել, լավ կառավարման արդյունքում վաղուց դնել դա կարգավորել։ Հիմա էլ Վարդ կա փագում մարդը, զուգահեռ իհարկե աշխատանքներ է անում ու շատ ցավալուն աշխատանքներ եւ ռազմավարությունն էլ ներկայացրել էր առաջիկայում էլ ինչեր անելու։ Էսի ում քթերից է գալիս։ Այդ փողերը որտեղ են թափվում այնտեղ, երկնքից։ Չէ, ինձնից։ Որպես բնակիչ։
Հիմա դուք ոնց ուզում եք տնտեսապես սենց խուճուշ-մուճուշ տարեք, դա է։ Մնացած թեմաները թողնենք, ոչինչ, աշխատանքային շաբաթը առջևում է, դեռ կքննարկենք, եթերում ազատ շփումներ, մինչ հանդիպում։